Հարավ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնում օրվա ամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչ հրապարակումներին անցնելը հիշեցնեմ, որ Patreon հավաքարկով կարող եք միանալ եւ աջակցել մեզ ամսական փոխանցումների տեսքով աջակցել մեր աշխատանքին։ Եվ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան վիճարկելով ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ Դատարան ներկայացված հայցյալ դիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող Վոլտեր, Գերմանիայի արտադրություն Beretta 92 մոդելի, Glock 42 մոդելի զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է մեր ձևով շարժմանը։ Մենք փորձեցինք տեղեկություն ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղարամանյանից, ով հաստատեց մեր տեղեկությունները։ Այո, Գրիշա Թամրազյանը միացել է մեր ձևով ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, եւ ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաև պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից, շարժման մասնակիցների թիվը հատել է 13,000-ի շեմը, նշեց մեր զրուցակիցը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին հեռացնելու պահանջին է միացել նաև Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին Արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգևորականները, եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հանդիպում քննարկում էին ունեցել Փաշինյանի հետ։ Այդ հանդիպում քննարկմանը ներկա է գտնվել նաև Վրթանես Սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլև, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում հարազատների միջև։ Այս դեպքի հետո, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Սրբազանի քույրերը խզել են իրենց կապը հարազատ եղբոր հետ։ Նշենք, որ Վրթանես Սրբազանի քույրերից մեկի որդին էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած տոնածառը ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախ, քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել բառացի փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ-որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին ամոթանք տալ, թե ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել, թող նախ նայի ով է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանի միջանցքներ։ Պաշտոնական լուրերով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան 2 ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո օրենքով քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին Ավետիս Առաքելյանին։ Եվ հենց այստեղ է ժանրի գլխավոր հեգնանքը։ Իշխանական ԿՊ-ի մի ձեռքով քաղաքական դաշտում զսպաշապիկ է հագցնում համայնքին, մյուս ձեռքով բողոքում, թե քաղաքը չի աշխատում։ Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ, այլ տիմի վիճակի ցուցիչ։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է падգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քաստինգ է իրականացնում, կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության քավարանով։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին կտրել են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկություն են դրել, ընդգրկել թեկնածուների ցուցակում այս ներկայացուցիչին, թե ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ։ Հրապարակ օրաթերթի տեղեկություններով նաեւ այսպես ասած քննություններից կտրվել է նաեւ Կարեն Սարուխանյանը, գյումրեցի, որին Նիկոլ Փաշինյանը կասկածում էր թմրադեղեր օգտագործելու մեջ եւ ուղարկել էր նարկոդիսպանսեր, այսպես անալիզներ հանձնելու։ Սա բնական գործընթաց է քաղաքացիական պայմանագրում, այս մարդիկ իհարկե հատկապես Հայկ Սարգսյանը մերժելի կերպար է, բայց այնուամենայնիվ նա այն ԿՊԱ-ականներից է, որը ինչ-որ ինքնավարություն ունի ԿՊ-ի ներսում, իսկ սա Փաշինյանի համար անթույլատրելի է, իր համար բառացիորեն միայն ուսապարկի հոգեբանությամբ մարդիկ են ընդունելի եւ
ըստ էության մենք ապագա խորհրդարանում, որտեղ եթե չլինեն օրինախախտումներ, արտաքին միջամտություն, նորից կվերադառնա արդեն ընդդիմադիր դիրքերի, Փաշինյանին ընդդիմադիր ուսապարկել են արդեն պետք։ Հրապարակ թերթը գրում է. «Մինչ Փաշինյանի ընտանիքի անդամներն անգամ խուսափում են անօրեն պատարակներից, թափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետ Տավրոս Սեփանյանը։ Ասում են, նա հիմնավոր պատճառներ ունի Փաշինյանին կրնկակող հետևելու եւ առանց բացառության բոլոր պատարակներին ներկա գտնվելու, քանի որ վտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ լինելու, թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն եւ իր մերձավորներին պատկանող ընկերություններին։ Մասնավորապես 2023 թվականին Սափեյան եղբայրներ ՍՊ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափյանը եւ հորեղբայրը Հանրապետություն կուսակցության անդամ Ժոռա Սափյանը, 2 անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի հեղուկ եւ սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ 2 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 միլիոն դրամ։ Հրապարակ թերթը գրում է. «Պարզվում է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 միլիարդ դրամ գումար է ծախսվում, աշխատավարձ, ճենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ, կամ ոչինչ չի անում, կամ էլ անում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նա ելույթ է ունեցել խաղաղության եւ վստահության միասնության նպատակ հանուն կայուն ապագայի խորագրով նիստին, սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունը, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով, մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը»։ Հրապարակ թերթը գրում է. «Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում դեկտեմբերի 27-ին։ ԱԺ քաղբայմանագրի ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԿՊԱ-ական թիմ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։ Նախնական որոշմամբ հավաքի վայրը ընտրվել է Արտաշատի ճանապարհին վերջերս բացված Ադանա ռեստորանը, իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը, կլինի միայն տարեվերջյան քեֆ, ուրախություն, թե նաև քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ։ Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի, չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում է տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չէ շրջանցել։ Հիշեցնեմ նաև մամուլում կարծեմ գրվել էր սրա մասին, որ այս նոր կառուցված ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի ՔՊԱ-ական մարզպետին։ Փաստորաթերթը գրում է. «Եվրամիությունն այլևս անթաքույց ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներին ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ազատ ընտրություն կատարեն, ու սա ոչ թե գրոտեսկ է, այլ իրականություն։ Դատեք ինքներդ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ արտգործնախարարների նախաճաշային հանդիպման ընթരാճ հայտարարել է. Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար։ Նա նաև հավելել է. մենք խոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել։ Սա բացառիկ հայտարարություն է, սրա նախերգանքը եղել էր կարծեմ նախորդ շաբաթ կամ գուցե դրանից մի քիչ առաջ Եվրամիության այս բարձրաստիճան պաշտոնյան փաստորեն բացահայտել է սխեման, որով գործելու են առաջիկա ընտրություններին, այսինքն Հայաստանը դիմել է Եվրամիության, որպեսզի օգնեն իրենց իբրև թե արտաքին միջամտությունը չեզոքացնելու, արտաքին միջամտություն դուք գիտեք, որ տեսանելի չէ, բայց այդ նարատիվը ռուսական միջամտության գեներացվում է անընդհատ եւ Եվրամիությունը արդեն սրա մասին խոսել ենք, ուղիղ մասնակցելու է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագրի կողմից, Կայա Կալասը նաև դրա մասին հայտարարեց, իրենք բերեցին նաև Մոլդովայի օրինակ, իսկ Մոլդովայի օրինակը ինչի մասին է խոսում։ Մոլդովայի օրինակը խոսում է այն մասին, որ մոլդովացիների կողմից չընտրված Մայա Սանդուն դարձվել է, կարգվել է նախագահ Եվրամիության կողմից։ Այստեղ էլ իրենք փորձելու են նույն ճանապարհով գնալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կողմից մերժված Նիկոլ Փաշինյանը, մերժվելիք նաև Նիկոլ Փաշինյանը Եվրամիության աջակցությամբ փորձելու են վերակարգել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Կկարողանա ընդդիմությունը սա կանխել, թե ոչ, կկարողանա ընդդիմությունը չեզոքացնել Եվրամիության ուղիղ մասնակցությունը,
ցույց կտա ժամանակը, բայց մի բան ակնհայտ է, սա անթույլատրելի է եւ Եվրամիության նկատմամբ պիտի հնչեն գնահատականներ, որպեսզի իրենք հասկանան, որ այստեղ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքները համարվելու են ուղիղ Եվրամիության պատասխանատվության գոտում եղած հետևանք։ Եվրամիությունն է այս ամենի պատվիրատուն եւ Եվրամիությունն է այս ամենի հովանավորը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արմլուրեմը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել, կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանություն տալ կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին։ Օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ Դիալոգ հասարակական կազմակերպության նախագահն է։ Այսինքն arczepiskopos Կճոյանի աշխատակիցը կաթողիկոսի դեմ նման ստորագրարշավ է կազմակերպում, դե դուք բոլորդ գիտեք, ինչպես Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակն է պնդել, հրապարակումներ արել, arczepiskopos Կճոյանը ոչ մի կապ չունի Բենթլիների հետ, ոչ մի կապ չունի կոռուպցիոն պատմությունների հետ, երբեք չի եղել այնպես, որ arczepiskopos Կճոյանը ունենա սիրուհի, ու չի եղել այնպես, որ arczepiskopos Կճոյանի սիրուհու տանից Սերժ Սարգսյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ զենքեր գտնեն, արգրավեն եւ դա մեծ պատմություն դառնա։ Դուք գիտեք, որ այս մարդը բացառիկ հեղինակություն ունի, երբեք չի եղել այնպես, որ օրինակ գործարար Փայլակ Հարապետյանից 12 միլիոն դոլար խլեն Տիգրան Սարգսյանի գործընկերությամբ, համախոհությամբ, այնպես որ հասկանալի է, թե ինչու է arczepiskopos Կճոյանի աշխատակազմի ղեկավարը նման նախաձեռնությամբ հանդես գալիս, որովհետև նման բացառիկ հեղինակություն ունեցող հոգևորականը այս մաքուր ճանապարհ անցած կենսագրություն, ամբից կենսագրություն ունեցող մարդը իհարկե պիտի դեմ լինի եկեղեցում տիրող բարքերին։ Ինչպես կարող է arczepiskopos Կճոյանը հանդուրժել սիրուհի ունեցող սրբազանների, ինչպես կարող է arczepiskopos Կճոյանը հանդուրժել կիսագողական սրբազանների, ինչպես նա կարող է հանդուրժել զենքով պատարագի մասնակցող սրբազանների, ինչպես նա կարող է հանդուրժել նախկին իշխանությունների ժամանակ ՀՀԿ-ի սեղանապետ հոգևորականը լինող սրբազանների, այնպես որ լրիվ հասկանալի է իր վարքագիծը, բայց ինձ համար անհասկանալի է մեր գործընկեր ժողովուրդ օրաթերթի հոդվածը լավն էր, բան չասեցի, լավ բացահայտում էր, բայց ինչու են հրապարակման մեջ նշում այդ կայքը, որտեղ կազմակերպված է ստորագրություն։ Մենք դիտավորյալ այդ հատվածը հանել ենք, որովհետև ստացվում է, որ մամուլը, լրատվամիջոցները, որոնք չեն աջակցում Նիկոլ Փաշինյանի օրակարգին, հրապարակելով այս հոդվածը ամբողջությամբ, ըստ էության գովազդում են այդ կայքը, որով մարդիկ կարող են մտնել ու քվեարկել։ Սա կարծում եմ միամտություն է նման բան անելը, կարելի է նույն բանը գրել առանց այդ կայքի անունը նշելու, ինչպես մենք արեցինք։ Ուրեմն մի քանի օրվա հոդված եմ ուզում ընթերցել, բաց էինք թողել, ցավոք սրտի, բայց սա շատ կարևոր հոդված է, դուք գիտեք, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք սա պահում, ես ընթերցեմ նաև որոշ մեկնաբանություններ անենք, ուրեմն օրեր առաջ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ ոստիկանության գվարդիայի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում հարավարևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Սա հարգելի հայրենակիցներ խոսում է աղետի մասին։ Թմրամիջոցների ոչ միայն օգտագործման, այլ տարածման, ինչպես դուք տեսնում եք, մեջ մասնակից են անչափահասներ, այդ թվում նաև աղջիկներ։ Սա խայտարակություն է, սա խոսում է թմրամիջոցների տարածման ծավալների մասին, մասշտաբների մասին, աշխարհագրության մասին, սա խոսում է այն մասին, որ այսօր մենք կորցնում ենք երիտասարդ ծերունդը եւ իրավիճակն այնքան այլանդակ դրսևորում է ստացել, որ փաստորեն թմրամիջոցների տարածման գործին արդեն մասնակից են
անչափահաս աղջիկները, ես վստահ եմ, որ պետություն այս իշխանությունները չեն անելու այն, ինչ պիտի անեն նման իրավիճակներում, երբ երիտասարդների շրջանում նման տարածում կա, բայց նորմալ իշխանության պարագայում մենք պետք է ձեռնարկենք միջոցներ, որտեղ թմրամիջոցներ տարածողները խստագույն պատժի են արժանանում, կարելի է այնքան խստացնել, դա դարձնել ցմահ ազատազրկում, 10-ից 15 տարի, հա, անգամ տարածողները, որ մարդը, որը Telegram-ով այդ համակարգերով մասնակից է դառնում փող աշխատելու ուրիշի երեխաների կյանքի հաշվին, հասկանա, որ ինքը բռնվելուց այնպես չի, որ կալանքի է տարվելու, ազատ է արձակվելու, մի 2 տարի է նստել, ոչ, 10-ից 15 տարի, այդ լավագույն դեպքում։ Միայն խիստ միջոցներով կարելի է պայքարել այս ծավալի թմրամիջոցների տարածման դեմ։ Ես վստահ եմ, որ թմրամիջոցների երիտասարդների շրջանում թմրամիջոցների տարածման այս ծավալի հետևում կանգնած են նաև արտաքին ուժեր։ Հայաստանին թշնամաբար տրամադրված ուժերին պետք է, որ երիտասարդությունը թաղվի այս կեղտոտ դեղերի մեջ, օգտագործման մեջ։ Ժամանակին օրինակ Արևմուտքը նման փորձառություն ունեցել է, մասնավորապես Մեծ Բրիտանիան օփիումային պատերազմ էր վարում Չինաստանի դեմ, որը իրեն չէր ենթարկվում։ Տարբեր արաբական աշխարհում են եղել նման դեպքեր Արևմուտքի կողմից գեներացվող, ու հիմա էլ ես վստահ եմ, որ այստեղ արտաքին հետ կա այս ամեն ինչի հետևում կանգնած։ Հենց այնպես չի կարող նման ծավալի թմրաշրջանառություն լինել այս փոքր հանրապետությունում, որտեղ ամեն բան աչքի առաջ է։ Որտեղ մեկը Նիկոլ Փաշինյանն իր տանը հայում է, միանգամից իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում։ Բայց մարդիկ մայրաքաղաք Երևանում, որտեղ ամեն անկյունում տեսախցիկ կա, շատ հանգիստ թմրամիջոցներ են տարածում, այդ թվում այդ գործին ներգրավելով անչափահասների։ Սա աղետ է եւ սրա հետևանքները ծանրագույն մենք դեռ ապագայում կտեսնենք։ Այսօր այսքանն ենք նախատեսել մամուլի հրապարակումներից, չմոռանաք մեկնաբանությունների բաժնում տեսնել Patreon-ի այս հղումը, միանալ Patreon-ով, աջակցել մեր աշխատանքին, ցտեսություն կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48